Աստծո խոսքեն պիտի գարտամ Մատթեոսի ավետարանի 3-րդ գլուխեն 1-12 համարները։ Մատթեոս 3:1-12 Այն օրերը Հովհաննես Մկրտիչը եկավ ու Հրեաստանի անաբադի մեջ կքարոզեր ու գսեր. «Ապաշխարեցեք, վասնզի երկինքի թագավորությունը մոտեցած է։ Վասնզի ասիկա է ան, որու համար Եսայի մարգարեն ցերկով ըսվեցավ, որ գսե. Անաբադի մեջ գանչողին ցայնը, վերոջը ջամփան պատրաստեցեք, անոր շավիղները շտկեցեք»։ Եվ այս Հովհաննեսը իր հանդերձը ուղդի մազե ու իր մեջքը գաշի կոդի ուներ եւ իր գերագուրը մարախ ու վայրենի մեղր էր։ Եթե գուզեք կրնակ փորձել, շատ համով է գսեն, մարախով մեղր։ Այն ադեն Երուսաղեմ եւ բոլոր Հրեաստան ու Հորդանանու բոլոր գողմերը իրեն գելեին եւ գմգրդեվեին իր մե Հորդանանու մեջ ու իրենց մեղքերը գխոստովանեին։ Ու երբ տեսավ փարիսեցիներեն ու սատուկեցիներեն շատերը իր մգրությանը եկած, ըսավ անոնց. Իժերու ծնունդներ, ով իմացու ցեզի քալու փարգութենեն փախչիլ։ Ուրեմն ապաշխարության արժանավոր բդուղ փերեք եւ մի խորհիկ թուք ցեր ներսիտին ըսել, թե մենք մեզի հայր Աբրահամ ունենք։ Քանզի գսեմ ցեզի, որ Աստված կարող է այս քարերեն Աբրահամի որդիներ հանել։ Ալ հիմա գացինը ծարերուն արմադինքով գտրվի, ուստի ամեն ծար, որ բարի բդուղ չփերեր, գգդրվի ու գրագը գցիկվի։ Ես ցեզ չրով գմգրդեմ ապաշխարության համար, բայց իմ յետևես եկողը ինձ մե զորավոր է, ու ես անոր գոշիկները գրելու արժանի չեմ։ Անիգա ցեզ պիտի մգրտե հոգվով սրբով ու գրագով, որուն հեծանոցը իր ցերկն է եւ իր գալը պիտի մաքրե ու իր ծորենը համբարը պիտի ժողվե եւ հարթը պիտի այրե չմարող գրագով։ 7 օր յետք ավակ շաբթու մեջ պիտի գտնվենք եւ պետք է պատրաստվենք Տեր Հիսուսի խաչելությունը եւ մահը հիշադակելու։ Եվ նույնիսկ ընդրած եմ պատրաստվել ավակ շաբթվա համար։ Գարտացված հատվածի մեջ կտեսնենք, թե Հովհաննես Մկրտիչը ժողովուրդը կպատրաստեր Մեսիան թիմավորելու համար։ Ուզեմ գարչ ագնարկ մտածել այս մեր եղբոր մասին, որ մարախ եւ մեղր գուտեր։ Ով էր Հովհաննես Մկրտիչ։ Ղուկասու առաջին գլուխի մեջ կնկարագրվի իր կենսագրությունը։ Փարեբաշտ ընտանիքի մը զավակն էր, ծնունդը հրաշքով տեղի ունեցավ։ Այս մանուկին համբավը բոլոր Հրեաստանի մեջ դարածվեցավ, ասոնք բոլորը Ղուկասու ավետարանին առաջին գլուխի մեջ կնշմարենք։ Մկրտիչ անունը մարդիկ թրին, որովհետև ժողովուրդը կմկրտեր։ Իրեն համար նաև մարգարեություն կար, Ղուկասու 3-րդ գլուխի մեջ կտեսնենք։ Եվ անոր երկու հատկությունները հիշեմ ցեզի։ Առաջինը քաջություն։ Քաչ էր, այս պատճառով ճշմարտությունը խոսող մեկն էր։ Քանած Հերովտեսի ըսավ թուն մեղ կործեցիր, սխալ էր իր եղբորդ գինը, քեզի գին արիր։ Եվ osal գարտացինք իրեն եկող ավանթաբաշտ հրյաներուն իժերու ծնունդ գոչեց։ Նաև երկրորդ հատկությունը խոնարհությունն էր։ Գիշեք ան ըսավ ես անոր ցայնն եմ։ Անիգա պետք է մեծնա ու ես բզդիկնամ։ Քահանայական բաշտոնեն հրաժարեցավ, մերժեց։ Եվ քաջությունը զինք չհբարդացուց։
Ոմանք ցույց կտան, որ քաչ են, բայց հբար դենան։ Հովանես Մկրտիչ քաչ էր, սակայն խոնար էր, հեզ էր։ Հրյա ժողովուրդը պատրաստել էր Մեսիան ընդունելու համար եւ այս մեկը գադարողը պետք է այս երկու հատկություններն ալ ունենա թե քաչ ըլլար եւ թե հեզ ըլլար քարոզի նյութը աբաշխարեցեք բասնզի աստուծո թակավորությունը մոդեցած է ոչ երկինքի թակավորությունը հաբա աստուծո թակավորությունը զոր պիտի հիմներ Մեսիայի միջոցով մենք ալ ինչպես պետք է պատրաստվենք ավակ շաբթվա ընթացքին, որ պիտի հիշենք մեր փրկին կյանքի մեջ գլխավոր եղելությունները, անոր մահը, դարաբանքները, չարչարանքը։ Մեզի ալ գոչ կա մաքրվելու, երբ Աստծո խոսքը կգարտանք, հստակ է այս նյութը, գսե առաքյալը ուստի սիրելներ, որովհետև մենք այս խոստմունքներ ունենք, մեր անձերը մարմինի ու հոգի ամեն երբ բղծութենե մաքրենք եւ սրբությունը գադարելակորձենք Աստուծո վախովը ոչ թե միայն մեր մարմինները հաբա նաեւ մեր հոգիները մաքրել երկրորդ կոչը բդուղ փերել հոս ինչ որ Հովանես Մկրտիչ գոչ կնե ու տենդաս է համարներու մեջ ուրեմն աբաշխարության արժանավոր բդուղ փերեք եւ մի խորիկ թուք ցերնեսիտին ասել թե մենք մեզի հայր Աբրահամ ունենք մենք ալ բդուղ փերելու ենք հավատացյալն ալ բդղատու յանք ունենալու է ինչ է հավատացյալին բդուղը Սուրբ Հոգին բդուղը սեր խնդություն խաղաղություն ուրախություն ներքին լավ դրամատրություն է հոս ուրախություն եւ ոչ թե քախախնդալ ներքին լավ դրամատրություն Սուրբ Հոգին գստելց ասոք պետք է դուրս կան եւ Հիսուսալ ասավ ես եմ ճշմարիտ որդը եւ դուք ջուղերն եք եթե իմ վրաս հաստատված եք շատ բդուղ պիտի փերեք եւ այն որ հաստատված չէ այն ջուղը ինչ կլա գգդրվի ու գրագը գծկվի բդուղ չփերելու բարակային հոս Հովանես Մկրտիչ հրյա ժողովրդին հետևյալը գսե ալ հիմա գացինը ձարերուն արմադինքով գտրվի ուստի ամեն ձար որ բարի բդուղ չփերեր գգդրվի ու գրագը գծկվի ես ցեզ չրով կմգրդեմ աբաշխարության համար բայց իմ յետևես եկող ինձ մեզ զորավոր է Եվ ես անոր գոշիկները գրելու արժանի չեմ, անիգա ցեզ պիտի մգրդե հոգվով սրբով ու գրագով, որուն հեծանոցի իր ցերքն է, անոր ցերքն է, ոչ թե մարդոց, անոր ցերքն է։ Եվ գալը պիտի մաքրե ու իր ծորենը ամպարը պիտի ժողվե եւ հարթը պիտի այրե չմարո գրագով։ Ուրեմն անիգա ցեզ պիտի մգրդե թե Սուրբ Հոգիով եւ թե գրագով։ Եվ ոչ թե Սուրբ Հոգին գրագով, ինչպես որ շվարած քարոզիչներ կմեկնեն։ Ասել գուզե Հովանես Մկրտիչ, եթե բդուղ չփերեք, գրագին մեջ պիտի սուզվիք, մկրտություն այդ կնշանակե, սուզվիլ, բանի մեջ սուզվիլ։ Եթե ընդունիք բդուղ փերեք, Սուրբ Հոգի մեջ պիտի սուզվիք, իսկ եթե մերժեք, գրագին մեջ պիտի սուզվիք։ Որովհետև այստեղ օրհնություն չկա, որովհետև որուն հեծանոցի իր ցերքն է, պիտի մաքրե եւ հարթը պիտի այրե չմարո գրագով։ Ոմանք ընդունեցին, ուրիշներ մերժեցին։ Դերը գամի այս տարիալ մեզի արիթը պիտի դրվի, որ հիշադակենք ավակ շաբթվա մեջ գադարված եղելությունները։ Ինչպես թիմավորելու ենք, ինչպես, նոր դարին թիմավորելու չապ և ավելի կարևոր, պետք է մաքրվենք, աբաշխարության արժանավոր բդուղներ փերենք, մեր կյանքը արժեք պիտի ստանա, երբ իր նպատակին գծարայե ու բդղափեր գտարնա, ինչպես թիմավորելու ենք, ըստ
Հովանես Մգրդիչին գոչին սխալ մտքերը քապարները փուչ բարձակները ցերփազատվելով գսե եւ մի խորիկ թուք ցեր ներսիտին ասել թե մենք մեզ հայր Աբրահամ ունենք փուչ բարձանք եւ ճշմարտապես հիմավորենք ճշմարտապես Քրիստոսի առաքելությունը հասկանալով հաջող մենք ալ փարիսեցիներուն նման քրվածով գբարձենանք առանց քրվածը կորցատրելու գբարձենանք այսպես քրվածը սակայն մեր կյանքի մեջ չենք կորցատրել զոր օրինակ նվիրումի մասին խոսիլ ու նվիրված կյանք չապրիլ սիրո մասին խոսիլ սիրո կյանքը չապրիլ չսիրել ուրիշներուն ներելու մասին խոսիլ սակայն չներել համբերության մասին խոսիլ ու չհամբերել անգեղծության մասին խոսիլ եւ մեր վարմունքի մեջ գեղձավորություն ցույց կտանք քութի եւ ողորմության մասին խոսիլ ու անողոր գլանք չենք կթար գարելի է այսպես ըլլա այո գարելի է անոր համար կոչ կնե մեզի մի խորիկ որ ասեք թուք ձեզի մենք հայր Աբրահամը ունենք այնպես որ մի ասել ես լավակույն եկեղեցի երթամ ես ավետարարական եկեղեցի երթամ աղոր բադվելին գա շատ ճշմարտությունը գխոսի այնպես որ հարցը ճշմարտությունը լսելը չէ Հիսուսի ժամանակ բոլորն շրջապատված Հիսուսով գավադային Հիսուսի սակայն այդ հավատքը անոնց սիրտը չի փոխեց անոնց հավատքը հիմնավորված է հրաշագործություններուն վրա հրաշներ դեսնելը սիրտը չի փոխեր ոչ ալ գմակրե եթե սիրտերին Հիսուս չփնագիր այդ սիրտի մեջ եթե սիրտը չի փոխվի ինչ օգուտ եւ որովհետեւ սիրտերին չի փոխվեցավ փարած դերը խաչը հանեցին բայց լսեցին դեսան հավատացին շատ անգամսին ասիգա ով է եղել ով գրնա այս կորձերը անել անոնք Հիսուսի ետևեկերտային հիանալու համար եւ փորերնին լեցնելու համար այսօր ալ շատեր եկեղեցի գերտան երթալու սիրույն այլոց ցույց տան թե անհավատ չեն գարձեր որ ես անհավատ եմ նայր խաչը սագուրցկիս անոր համար երթան այս պատճառով սիրտերին չի փոխվիր երբ սիրտը չի փոխվիր գեցաղը չի փոխվիր եւ մի զարմանակ եթե օրը Հիսուսի թեմ թիրքավորվին եւ Հիսուսը քարոզողները հալածեն մի զարմանակ հայտնի քարոզիչ մկար հաջախունաստան գուքար եւ գսեր օր բիդլլա որ քրիստոնյաները ճշմարիտ հավատացյալներու հալածելու բիդսկսին ոչ թե իսլամները քրիստոնյաները եւ այդ օրերու մեջ գաբրինք եթե գրնաս ճշմարտությունը բաց հստակ խոսիլ քեզի ծուրաչքով գնային ասիգա մեզ մեջ է ասիգա ուրիշ է ուրեմն այս օրերուն գարժե մեր հավատքը քնութենը անցնել եւ աշխատել մեր անձերուն վրա ինչպես պատրաստվելու ենք ճշմարիտ հավատքով առանց նախաբաշարումի Հիսուսի հետքերուն հետևելով այդ որոշումով պիտի ապրենք անոր նայելով Հիսուսը տնենք մեր առջև հոս եկավ Հիսուս եկավ բայց մերժեցին ուրեմն մենք անոր երթանք անգե սորվինք անոր նայելով թե որքան հեզեր ամոթը արհամարեց կսե Աստծո խոսքը Հիսուս ամոթը արհամարեց մեր մեղքերուն համար խաչը փարսացավ իր հեզությունը քակատնագետին հասավ այնքան ցայդուն էր որ բոլոր մարդոց մեղքերուն համար
Փերանը չփացավ, մորթվելու դարվող ոչխարի պես եղավ։ Եկեք մենք ալ մեր սերը հայտնենք, անոր որ մեզ սիրեց Տեր Հիսուս Քրիստոսին եւ մեր ուխտերը նորոգենք։ Մեր սերը հայտնենք կորցնականապես Հիսուս մեզ խոսքով չսիրեց, հաբա կորցքով։ Հարց տված եք Հիսուս մեր ինչը սիրեց, ինչ տեսավ, փամը տեսավ եւ սիրեց, ինչ տեսավ, մեր անմա հոգին տեսավ, խղճած, մեղքես, արա, մեղքես, անունը թիր, չեմ ուզեր գործս, ես փրկիչ եկած եմ, մեր անմա հոգին տեսավ, եւ մեր հոգիներուն փրկության համար սիրեց, մեր հոգին սիրեց, իսկ մենք Հիսուսը սիրելու պատճառներ ունենք, լեցում, այնպես որ մենք պետք է բոլոր սիրտով սիրել։ Դարձյալ գիտակցության պատրաստվելու ենք ճշմարտապես հասկանալու Քրիստոսի առաքելությունը։ Ամենամեծ գիտությունը որ մարդը պետք է ունենա եւ գրնա ունենալ փրկին առաքելության առնչությամբ։ Հրյաները չուզեցին գիտնալ։ Մեր դերը ավանդաբար ժողովրդին չար մշակներուն արագով բացահայտեց եւ ցույց տվավ անոնց մեր ժողական թիրքը։ Եթե գարտանք Մատթեոսի 21-րդ գլուխին 34-39 պիտի գարտամ, հոս արագի մասին գխոսի եւ գսե 34-ին Երբ բդուղի ժամանակը մոտեցավ իր ծառաները մշակներու ղրգեց, որբեսի անոր բդուղներ արդեն, եւ մշակները անոր ծառաները փրդեցին, մեկը ձեզեցին, մույսը սպանեցին, մեկ ուրիշը քարգոծեցին, նորեն ուրիշ ծառաներ ղրգեց, առաջինները շատ եւ անոնց ալ այնպես սրին, վերջը իր որդին ղրգեց անոնց։ Ասելով, թերևս ամճնան իմ որդի ես, բայց մշակները երբ տեսան որդին իրարուսին Ասիգա է ժարանքը, եկեք զանիգա սպաննենք ու անոր ժարանքությանը դիրենք եւ արին զանիգա այքիեն դուրս հանեցին ու սպաննեցին։ Աստված խոսեցավ այս ժողովրդին, արդար մարդոց միջոցով խոսեցավ, հրաշներով խոսեցավ, բադիժներով խոսեցավ, իր զորությունը հայտնելով խոսեցավ, իր մարգարեները ղրգեց, սակայն մտիկ չրին, իր սիրովը խոսեցավ, Երեմիա մարգարե միջոցով խոսեցավ ըսելով, երբ թուն հաջողության մեջ էիր, քեզի զրուցեցի, ու թուն ըսիր, մտիկ չեմներ, Երեմիա 22-21, նույն մարգարե միջոցով, գսե, եւ ինձի գրնակ թարցուցին, եւ ոչ թե երես, ու թեև անոնց սորվեցուցի, գանուխ երլելով ու սորվեցնելով, բայց անոնք մտիկ չրին, որ խրատ ընդունին, 32-33։ Իր որդյովը խոսեցավ, դարձյալ մերժեցին, անորալ մտիկ չրին, եւ ասին չեն գուզեր, որ ամներ վրա թագավոր է, եւ արագի մեջ Հիսուս, անոնց գադարած ընդրությունը Եվ թիրքորոշումը դեստելով գսե, եւ արին զանիգա այքիեն դուրս հանեցին ու սպաննեցին։ 39-րդ համարի մեջ։ Արդյոք ինչ որ ըսվեցավ հրյա ժողովրդին համար, քեզիալ նույնը գսվի, մորդանք հրյաները, մորցիր, ասված դարիներ քեզիալ խոսեցավ, եւ լսելի դարձուց Հիսուսի առաքելությունը, խոսեցավ զանազան միջոցներով, խոսեցավ առողջությունով եւ հիվանդությունով, խոսեցավ արադության մեջ, խոսեցավ չքավորության մեջ, խոսեցավ հաջողության մեջ, խոսեցավ ցախորդության մեջ, եւ հիմա դարձյալ գխոսի Աստված քեզի գխոսի, հիմա քեզի գխոսի, որ գիտակցությամբ եւ ճշմարտապես պատրաստվիս Հիսուսը ընդունելու։ Ոչ թե միայն լսելու անոր մասին, որ հաջող ամեն տարի
մեծ բակի եւ ավակ շաբթվան տածքին գլսես, հաբա հասկանալով Հիսուսի առաքելությունը ընդունի զայն սրդիդ մեջ։ Այս գագնգալ է Աստված։ Հրյա ժողովուրդը այնպեսի վիճակի մեջ կգտնվեր, որ դերը գխոսի Երեմիա մարգարեի միջոցով եւ գսե. որու խոսիմ ու վգայություն անեմ որ լսեն։ Ահա անոց ագանչները անթլփած են ու չեն գրնար բդիկ անել։ Ահա դերոջ խոսկանոց արչև անարքակ եղավ։ Անգե չեն ախորժիր։ 6:10 Անոնք դերմը հասած էին, որ դերոջը խոսքեն չէին ախորժիր ու դարձած էին մոլերանտ ավանթաբաշտ, որում պատճառավ միտքը գուրցավ եւ խավարեցավ, աչքերնին խավարեցավ, միտքերնին խավարեցավ եւ մեսիան չգրցան տեսնել։ Բادرست չէին զայն ընդունել։ Թուն բادرست ես։ Եթե ընդունած չես, ուզես ընդունել։ Ինչ պիտի քուտիրքդ։ Պիտի այն ինչ որ գլա ամեն տարի այսպեսի օրերում մեջ լսել Հիսուսի մասին, սակայն չհասկանալ անոր առաքելությունը։ Հավատացեք, քրիստոնյանոր մեծամասնությունը չի գիտեր ինչու համար Հիսուս եկավ աշխարհ։ Չեն հասկացած, հոս չէ ընթրնած, անոր համար չեն ընդունիր, հասկացած չեն անոր առաքելությունը, անոր խաչելության պատճառը ինչու համար գխաչվի։ Քեզի պիտի Հիսուս եկավ մարդոց մեղքերուն համար, բոլոր աշխարհի մարդոց մեղքերուն համար խաչը պարսացավ։ Իսկ երբ գսես այդ բոլոր մարդոց մեջ թունալ գաս, չէ ջանամ գսես ինչ մեղ կործեր են։ Չէ ադիգա մարդոց մեղքերուն համար է։ Այս հասկացած է։ Անգերց եղիր քո անցիդ հետ։ Քո կործդ Աստուծո հետ է, մարդոց հետ չէ։ Երանի թե մարդիկ սկաստանան, արթնան միջ Աստված իրենք գայցել է ու գխոսի անոնց սիրտին։ Եթե մեր ժողական թիրքը ընդրեն, հետևանքը սարսափելի է։ Ինչ որ հրյաներուն եղավ միջև այսօր քինը գվճարեն, պատմության մեջ ինչ պատիժներու ենթարկվեցան, որովհետև անոնք գսին անոր արյունը մեր եւ մեր զավակներուն վրա սարսափելի է։ Անոր համար հոգին գսե այսօր եթե անոր ցայնը լսես սիրտդ մի խստացներ, որովհետև դեղ մգուկա, որալ անոր ցայնը պիտի չլսես եւ չլսես հավիդյան։ Ֆենի գրասվի հեղինակած երկիմը երրորդ եւ չորրորդ դուները այսպես գսե կուզեմ գարտալ։ Թող զուր չանցնի իմ աղերսանքս, հիշե իմ վիշտ ութար դաջակ, մահվան բղեց քեզ համար սերս, իմ սերս ըստիպեց քեզի համար մահվան բղեց, սերս բղեց, սիրտ մեղավոր գրնամ կալներս գարցնեն, քեզի պերի ներում հրջվանք, խաղություն, սուրբ սեր, նոր գյանք, խեղճ մեղավոր, խեղճ սիրտ, ահա իմ նվերներս, զիս գնթունիս, գրնամ կալներս։ Գմախտեմ, որ կուտիրքդ չլա այնպես ինչպես էր ավանթաբաշտ հրյաներունը, մինչ Հովանես մգրդիչ գխոսեր փրչի մասին, գպատրաստեր զանոք որ ընդունին, անոնք ըսին, մենք հայր Աբրահամ ունենք, հոս կարտացին, մենք հայր Աբրահամ ունենք, ուրիշ տեղեր կանի անգամ, մենք Մովսեսը ունենք, գբարձենային, անոնք գբարձենային այդցյալի, ինչպես այսօր ալ սուրպերով միևնույն ադեն, սակայն մերժեցին
փրկության հրավերը սարսափելի վիճակ է աս։ Սարսափելի վիճակ է, իրավ սարսափելի է։ Որքան միտքը խավար բիդլա, գույր բիդլա, որ մարդը անցյալի սուրբերով բարձենա եւ Հիսուսը մերժե։ Ասկի սարսափելի վիճակ է։ Փրկիչը իրենց եկավ։ Ոչ տանու կիլոմետրներով, օրերով պետք էր երթային, Հիսուսը փնտրեն, ուր է երթային, ոչ, Հիսուսը փրկիչը անոնց քնած, բայց անուն մերժեցին։ Ավանդաբաշտության պատճառով։ Մենք Աբրահամ ունենք, մենք այս ենք, մենք այն ենք, թունով ես եղեր։ Այսօր մարդիկ նույն թիրքը ունին։ Երանի թե թատրիս սուտ մխիթարություններով թուն քեզ մխիթարել եւ անօգուտ բարձանքներով բարձենալ եւ լսես դերոջը գոչը եւ հասկնաս կմաղթեմ որ քոնե այս տարի հասկնաս Հիսուսի գրած թարն դամչանքը զոր գրեց քու սիրույթ եւ ընդունի զայն սրտիդ ուզես աղոթենք մեր գլուխները խոնարհեցնենք ուզեմ բահմը արիտալ մի քուցե գտնվին սիրելիներ եւ անոնք որոնք մեզ գտիդեն համացանցի միջոցով եթե դերը սրդիդ խոսեցավ հասկացար Հիսուսի առաքելությունը եւ ինչ քայլ պետք է արնես սրդիդ մեջ հետեւյալ աղոթք գրե Դեր Հիսուս, ես ալ ավանդաբաշտ մնեմ, իմ անցյալովս կբարձենայի միայն, սակայն այսօր հասկացա, որ խեղճ մեղավոր մնեմ, քեզի գարիք ունիմ, ներեիմ բոլոր մեղքերս, գհրավիրեմ սրդիս մեջ, Եվ այդ բոլոր օրհնությունները զոր ինձի համար փերիր գնդունիմ եւ գորոշեմ այսուհետև քեզի հետ քալել եւ քեզի համար ապրիլ Շնորհակալ եմ որ ընդունեցիր աղոթքս Փառքը բադիվը քեզի լա հիմա ու հավիտյան ամեն Դերը ցեզ արադապես օրհնի Շնորհակալ ենք Տերոջմեն, որ ամեն գիրագի իր խոսքով մեզ գործնե, գզորացնե եւ լա որ մենք ալ իբրև հավատացյալներ մեր կյանքերը ընձայենք Տերոջը, որբեսի ան փարավորվի մեր կյանքերով, մինչ մարդոց հետ կհարաբերենք, կխոսենք, լա որ մարդիկ երբ մեզ դեսնան, դերը դեսած լան Պիտի վերջացնենք երկելով 186-րդ երկը, որուն վերջին դունը ոտքի և հովիվի նաղոտքով պիտի պագենք։ 1-8-6 Ահա գանքնած թրանդարջին, քեզ գծայնեմ բաղադակին։
շեշտես, գրնամ կալնես, գրնամ կալնես, Թոզուր չանցնի մավերսան, իշեր իմ վիշու կանդանչան, մավան մղեց կեզ համար սես, սիր մեղավոր գրնամ կալնես, ահա գայնած նրան դարջին, կեզ գծայն եմ բաղադակին, սիր մեղավոր հիշեր շեշտես, գրնամ կալնես, գրնամ կալնես, քեզի հարիկներում հրճան, խաղաղություն սուքսեր նորյան, խեղծիր դահա իմ նվերներս, զիսկ ընդունիս գրնամ կալնես, ահա գայնած նրան դարջին, կեզ գծայն եմ բաղադակին, սիրտ մեղավոր լսես շեշտես, գրնամ կալնես, գրնամ կալնես, Դեր Հիսուս, որքան փառք կուտանք, քու գդարած հրաշներուդ համար մարդոց կյանքերը ներս, այո դեր այս բաուս փյուրավորներ, իրենց սրդերու մեջ դեր գփնագիս, անո քեզ գբաշտեն, քեզ ետ գքալեն, եւ դեր օրմո հավիդենականության մեջ բոլոր սուրբեր ամենասկե ցեղե քույնե միասին հավիդյան քեզ ետ բիդլանք փառք կուտանք դեր որթուն համբերող ես երգայնաբիդ ես կսպասես ամենավատ մեղավորին որ սիրտը փանա եւ քեզ ընդունի քիդակցությամբ հասկանալով համոզումով քեզ ընդրե որպես փրկիչ գաղութեմ դեր այս օրերու մեջ ինչ մարդիկ գլսեն քու խոսքդ քու մասիդ քու գդարած փրկակորձության մասին կորձե դեր քու հոգիդ անոց սրդերու մեջ որպեսզի իրապես արթնան եւ հասկանան քու արաքելությունդ եւ քու գողմդ անցնին Փառքի համար խնդրենք արցակես մեզ քու խաղաղությամբ ամեն